Սեպտեմբերի 28-ին ամենայն հայոց գարեգին երկրորդ հայրապետն ընդունեց աշխարհի եզդիների առաջնորդ Միրե Միրա Թախսին Բեգին։ Եզդիներն այս իրադարձությունը պատմական են համարում, քանի որ նախորդ առաջնորդը Մայրաթոռում հյուրընկալվել էր 1900-ականների սկզբին։ Թախսին Բեգը եկել է հյուսիսային Իրաքից, Քուրդիստանի շրջանից։ Հենց այնտեղ է նրա նստավայրն ու աշխարհի բոլոր եզդիների սրբավայրը։ Պատվիրակության կազմում էին նաև Իրաքի եւ Քուրդիստանի ինքնավար հանրապետությունների խորհրդարանի պատգամավորներ, եզդի բարերարներ, հյուրեր ու թղթակիցներ։ Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդի այցը Հայաստան եւ Մայրաթոռ Սուրբ Էջմիածին եւ շնորհավորեց հայաստանաբնակ եզդիներին սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիչ գյուղում սրբավայրի օրհնության առիթով։ Նորին սրբությունն ուրախությամբ անդրադարձավ նաև երկու ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին, նշելով, որ այսօր եզդի ժողովրդի զավակները լիիրավ ինտեգրված են Հայաստանի կյանքին։ Միրե Միրա Թախսին Բեգն իր հերթին կարևորեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ ուրախությամբ նշեց, որ եզդիները Հայաստանում ապրում են լիարժեք ազգային կրոնական կյանքով։ 1796 թվականի այս ավետարանը հյուրերը նվիրեցին հայոց հայրապետին։ Ուրախ ու հպարտ եմ այստեղ գտնվելու համար։ Նորին սրբության հետ խոսեցինք հայերի ու եզդիների հարաբերությունների մասին, հիշեցինք պատմությունը Մեծ Եղեռնի տարիները, երբ եզդիները ծածուկ շուրջ 6000 հայերի փրկեցին թշնամուց։ Մենք խնդրեցինք, որ այս բոլորը չմոռացվի։ Մենք հայերին միշտ էլ մեր եղբայրներն ենք համարել եւ ցանկացած պարագայում պատրաստակամ ենք օգնել ու աջակցել։ Սեպտեմբերի 29-ին Թախսին Բեգը Արմավիրի մարզի Ակնալիչ գյուղում կորտնի եզդիների նորակառույց սրբավայրը, ապա Մոսկվա կինոթատրոնում կհանդիպի Հայաստանում բնակվող եզդի ժողովրդի զավակներին։ Հիշեցնենք, որ մեր երկրում այսօր շուրջ 60,000 եզդի է բնակվում, իսկ ամբողջ աշխարհում բնակվող եզդիների թիվը շուրջ 2 միլիոնի է հասնում, որից 1 միլիոնը հարավային Իրաքում։